Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Փաստինֆոյի եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Իրանի դեմ սանձազերծված եւ հետագայում Օրմուզի նեղուցով նավեր անցկացնելու երկու օպերացիաներն ըստ էության ավարտվեցին։ Այդ մասին հայտարարում է Տրամպը եւ առաջ քաշում իր պատճառաբանությունները։ Նշում է, թե այդ պատերազմը եւ նավերը անցկացնելու օպերացիան իրենք դադարեցրել են Պակիստանի եւ մի քանի պետությունների խնդրանքով, բացի այդ հաշվի առնելով այն տպավորիչ հաղթանակները, որ տարել է Միացյալ Նահանգները այս պատերազմում։ Սա իհարկե Տրամպն ասում է իր ընտրողների համար, բայց իրականությունը մի փոքր այլ է։ Իհարկե Օրմուզի նեղուցով փորձ արվեց օպերացիա իրականացնել եւ երկու նավ անցկացնել, բայց այն հրթիռները, որոնք ուղղվեցին Իրանի ռազմածովային ուժերի կողմից Միացյալ Նահանգների նավի ուղղությամբ, ըստ էության փոխեցին բոլոր իրադարձությունները եւ խաղի կանոնները։ Միացյալ Նահանգները հասկացավ, որ Օրմուզի նեղուցով ինքը չի կարող օպերացիա իրականացնել առանց զոհերի, իսկ Տրամպը այժմ պատրաստ չէ դրան։ Առջևում միջանկյալ ընտրություններ են եւ նոր պարտություն ճակատում Տրամպի համար կարող է լինել անդառնալի եւ լուրջ հետևանքներ ունենալ նրա համար։ Եթե միջանկյալ ընտրություններում հաղթում են դեմոկրատները, ապա մեծ հավանականությամբ առաջ է գալու Տրամպի նկատմամբ անվստահություն իմպիչմենտ հայտարարելու հարցը։ Եվ այս պարագայում անկասկած դեմոկրատները կողմ են քվեարկելու իմպիչմենտին։ Դրա համար Տրամպը նախընտրեց այս պահին հետ քայլ անել եւ նահանջել։ Սա չի նշանակում, թե Տրամպը ամբողջությամբ մոռացավ Իրանին եւ այլևս չի փորձելու նրա դեմ ռազմական գործողություններ իրականացնել, բայց այս պահին Միացյալ Նահանգները նախընտրեց հետ քաշվել։ Սա միանշանակ Իրանի հաղթանակն է։ Սա միանշանակ ամրապնդելու է Իրանի դիրքերը Մերձավոր Արևելքում եւ ստիպելու է Պարսից ծոցի արաբական պետություններին այլ լեզվով խոսել Իրանի հետ։ Արդեն որոշակի նախադրյալներ կան, արդեն Պարսից ծոցի արաբական երկրները ուղիներ են փնտրում Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Սա չի վերաբերվում իհարկե Արաբական Միացյալ Էմիրություններին եւ այս հարցին մենք հետո անպայման կրկին անդրադառնալու ենք։ Սպասենք տեսնենք, թե իրադարձությունները Մերձավոր Արևելքում ինչպես են զարգանում։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետ է կապված։ Երևանում ավարտվեց Եվրոպական քաղաքական հանրության 8-րդ գագաթաժողովը։ Հյուրերը գնացին, բայց փորձենք հասկանալ, թե դա ինչ տվեց Հայաստանին։ Կոնկրետ ոչինչ։ Ոչ մի կոնկրետ որոշում չկայացվեց, ոչ մի կոնկրետ փաստաթուղթ չստորագրվեց։ Իհարկե, թե հաշվի չառնենք այն ռազմավարական համագործակցության պայմանագրերը, որ Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ, բայց կարևոր հարցերը չքննարկվեցին կամ անտեսվեցին։ Իհարկե, այստեղ կարևոր է ընդգծել Ադրբեջանի ղեկավարի պահվածքը, որը հայկական տարածքը եւ հայկական հարթակը օգտագործեց կրկին հակահայկական թեզեր առաջ քաշելու համար։ Սա արվեց եվրոպացիների լուր հայացքների ներքո, ավելին Եվրոպական միության երկրների ղեկավարներից շատերը, որոնք ժամանել էին Երևան, հաջորդ օրնից մեկնեցին Բաքու եւ այն դրվատանքի խոսքերը, որ ասվել էր Փաշինյանի հասցեին եւ Հայաստանի Հանրապետության հասցեին, նույնությամբ կրկնեցին Բաքվում Ադրբեջանի եւ Ալիևի հասցեին։ Սա խոսում է այն մասին, որ հերթական անգամ Եվրոպական միությունը աչքի ընկնում իր երկդիմի քաղաքական Իշտե ինչ է տալու սա Հայաստանին ապագայում կերևա։ Այս հանդիպմանը Եվրոպական միության ղեկավարներից բացի մասնակցեցին եւս 3 գործիչ քաղաքական կամ երկրի ղեկավար, որոնց մասին մամուլը շատ քիչ գրեց։ Իհարկե Զելենսկու եւ Սանդուի այցի մասին մամուլը գրել էր, բայց ահա տեղեկատվություն է ստացվում եւ որոշ հայկական լրատվամիջոցներ նաեւ տարածում են այդ տեղեկատվությունը, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Տիխանովսկայան, Բելարուսի ընդդիմության ներկայացուցիչը եւ ղեկավարը։ Սա արդեն լուրջ է։ Սրանով է նաեւ պայմանավորված Բելարուսի արտգործնախարարության հայտարարությունը եւ Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի կանչումը բելարուսական ԱԳՆ։ Իհարկե, այլ պատճառաբանությամբ, բայց կարծում ենք այս հարցը եւս կարևոր է եղել եւ եւս եղել այդ օրակարգում։ Ինչ է տալիս մեզ տարբեր գործիչների հրավիրումը Հայաստան։ Չէ՞ որ այդ ամենի արդյունքում պատասխանատալու ենք մենք ողջ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ հետո թե ինչ կլինի, արդեն անդրադառնալու ենք մեր մյուս հաղորդումների ժամանակ։ Բայց այն, որ Հայաստանը չի կարելի դարձնել հարթակ եւ հնարավորություն տալ երրորդ պետությունների թշնամիներին այստեղ հայտարարություններով հանդես գալ եւ օգտագործել Հայաստանի տարածք եւ հարթակը իրենց աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար, սա եւս ակնհայտ է։ Զելենսկու հայտարարությունները ուղղված եւ սպառնալիքներ ուղղված Մոսկվայի հասցեին, Մակրոնի հայտարարությունը, թե Ռուսաստանից իրենք պոկում են Հայաստանին եւ Հայաստանին սպասում է լավ ապագա, Հայաստանում գտնվող ռուսական բազայի վերաբերյալ նրա հայտարարությունները, սա ոչ այլ ինչ էր, քան Հայաստանի ներքին գործերին կոպիտ միջամտություն։
Նկատենք, որ այս ամենի մասին նրան հիշեցրեցին նաև ֆրանսիացի լրագրողները, եւ այդ հարցը Մակրոնը թողեց անպատասխան։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները այստեղ եւս ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Չինաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների հետ է կապված։ Բլումբերգը հետաքրքիր վերլուծություն է կատարում, նշելով, որ վերջին շրջանում զգալիորեն լարվել են Չինաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները։ Բլումբերգի վերլուծաբանները դա կապում են այն հանգամանքի հետ, որ Չինաստանի կառավարությունը պետական եւ մասնավոր ընկերություններին չինական հրահանգել է այլևս ուշադրություն չդարձնել այն պատժամիջոցներին, որոնք սահմանել է Միացյալ Նահանգները այս կամ այն պետության նկատմամբ եւ զարգացնել փոխադարձ առևտուրը։ Սա իհարկե նպաստելու է երկու պետությունների միջև հարաբերությունների լարվածության մակարդակի բարձրացմանը, բացի այդ, նկատենք, որ այս ֆոնին կարող է առաջ գալ նաև շատ անակնկալ կերպով Թայվանի հարցը։ Միացյալ Նահանգներում առջևում միջանկյալ ընտրություններ են, եւ այս հատվածը Չինաստանը շատ լավ կարող է օգտագործել Թայվանի խնդիրը արագ լուծելու համար։ Չէ՞ որ նման նախադեպեր արդեն կան եւ պատմությունը ցույց է տալիս, որ սովորաբար այդ գործողություններից հետո պետությունները, որոնք իրականացնում են այդ օպերացիաները, չեն դատապարտվում միջազգային հանրության կողմից, քանզի միջազգային հանրություն ձևակերպումն էլ արդեն դարձել է խիստ վիճելի եւ տարօրինակ։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե այստեղ եւս իրավիճակը ինչպես է զարգանալու։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաեւ շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու համար։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։